Ռոզա Դավթյանի հետ խաղալ, թե ընկերություն անել կյանքում։ Մամայի ասում։ Հա, մայրին։ Ձեր որդին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, դա արվել է, որ նա Հայաստանի Հանրապետության բանակում չծառայի։ Ձայնդ կտրիր։ Ուժեղ կին լինելը որոշում է ու ընտրություն, թե բնավորություն, որից ուղղակի հետ կանգնել չես կարող։ Ուժեղքին չեն ծնվում, ուժեղքին դառնում են։ 40-ում նոր ավարտվում է կնոջ միամիտ շրջանը։ 40 դա ճիշտ է, վախենալու թիվ է, բայց այդքան վախենալու չէր, ինչքան ասում եմ իր մասին պատմում է։ Հիմա փորձեք ֆլիրտ անել մեծ դիտողների հետ։ Ձայնդ կտրիր։ Մի անգամ մեր դերասանի վրա ես բեմի վրա շկաֆ ընկա։ Ես 2.5 մետրից ընկա ներքև Բեմի վրա։ Բժիշկը ինձ հարցնում է, ասում եմ, մանե, զանավեսկեք էի կախում, ասում եմ, դուք։ Ես իմ սկեսուրին այդ մամա չեմ ասում։ Ձեր հարցը ձեզ մամա ասում է։ Հա, յուրաքանչյուր ընտանիք պետք է առանձին ապրի։ Հայաստանի վաստակավոր արտիստ, այսպես կարող էինք սկսել իհարկե, որովհետև մարդը այդ կոչումը ստացել է, բայց էլ ավելի կարևոր է, որ այսօրվա թիվ թվաբանության հյուրը իմ կենսագրության չափ արդեն խաղացել է թատրոնում։ Իրա Հարությունյանն է մեզ մոտ այստեղ, շնորհակալ եմ, որ չմերժեցիք հրավերս եւ Ես եմ շնորհակալ, որ ինձ հյուր եք հրավիրել։ Վստահ եմ, որ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Վստահաբար 963 ռոբոտիկն է մեզ հետ։ Արհեստական բանականությամբ է օժտված, առիթ ունեցել եք շփվել։ Այո։ Ինչ որ հարցերով դիմում եք։ Դիմում եմ, ճիշտ է, այս վերջերս եմ սկսել օգտվել։ Նու տղաս ասաց, որ մամա պետք է արդեն Փոքր հավանաբար։ Մեծն էլ փոքրն էլ։ Ու ես շատ մեծ հաճույքով շփվում եմ ու շատ հարցերում ինձ շատ օգնել է։ Իսկ չի խանգարում։ Դեռ չի խանգարել, որովհետև ես տենց ֆանատիչն չեմ իր հետ շփվում, ասենք երբ որ ճամփորդության եմ լինում, ինքը ինձ շատ օգնել է, բավականին հետաքրքիր տեղեր եմ իմ համար բացահայտել, որ նենց չէի կարող, ասենք ճամփորդության ժամանակ։ Ես համաձայն եմ, իսկապես եթե ճիշտ ենք օգտվում, շատ է օգնում։ Չէ, եթե դրանից լինում արդեն կախվածություն ու մարդիկ ուղղակի իրանց ուղեղի բջիջները չեն ուզում աշխատացնեն, ուղղակի տենց զաստոյ է լինում, ամեն ինչը դիմում են ChatGPT, դրա համար ես շատ չէ, բայց շատ ժամանակ լինում է, եթե ինչ-որ հարցեր է լինում, դիմում եմ։ Ռոբոտիկը ուսումնասիրել է ձեր կյանքը եւ այսօր ինքը մեզ հարցեր է տալու, որոնք ինչ որ կերպ կապ ունեն ձեր կյանքի ինչ որ դրվագների հետ, գուցե ոչ ուղիղ հարցի տեսքով։ Բայց մենք անպայման կգտնենք, թե ինչ ենթատեքստով է կապում այդ հարցը ձեր կյանքին։ Ենթադրում է թվային պատասխաններ նրա տված հարցերը եւ մենք պիտի գուշակենք ու գրենք գրատախտակին։ Տեսնենք, թե 5 հարցի արդյունքում ով կլինի խաղի հաղթողը։ Սկսենք։ Սկսենք։ Կինոյում գլխավոր դերերի քանի տոկոսի դերակատարն են կանայք։ Ավելի շատ բայց տղամարդ հերոսների մասին են, չէ՞, ֆիլմեր նկարում։ Հիմնականում այո, թե հոլիվուդյան, թե ռուսական, թե հայկական։ Մեր թիվը համընկնում է։ Տեսակ։ Անկախ մեզնից։ Լավ, տեսնենք որքանով էինք մոտ երկուսս, 30%։ Այո, ինտուիցիան նույն կողմ տարավ մեզ։ Գլխավոր դերերի մոտ 30-ից 35%-ն է բաժին հասնում կանանց։ Ուրեմն ինչ որ մի բան հասկանում եք այս կյանքում, այս ասպարեզում։ Ճիշտ ուղղության վրա ենք։ Հիմա մենք պահանջում ենք մեզ դիտողների հետ մեկտեղ, որ դուք մեզ պատմեք հենց նկարահանումներից ինչ որ զավեշտալի դրվագներ։ Ավելի երիտասարդների հետ եք խաղում եւ բավականին ծիծաղաշարժ դրվագներ են լինում, որոնք մենք տեսնում ենք եթերում։ Այ դրանց ետևում ինչ է թաքնված։ Նկարվում էի բանում Խավարան, նկարում էինք բանում ջրվեժի արգելոցում ու շատ ցուրտ ձմեռ էր, շատ անտանելի քանակի շատ նկարանող խումբներ, MЧS-ներ, այդ վերջի դրվագներ, որ երեխեքին գտնում ենք, սկորի մեքենան էր կանգնած, որ նկարահանման համար էր պետք, բայց պետք եկավ ինձ, որովհետև այդ ձների մեջ ուղղակի ձեռքս սառցահարվեց ու ես հիշում եմ այդ պանիկան, այդ իսերիկան, ձեռքս սկսեց ուռել ու այդ սկորին պրոստը տակ չէր եկել էլի գոնե իրանք ծառայություն ատուցեցի, բայց վերջերս նաև մարտամեկի ժամանակ ա եղել, էլի իմ հետ էր կապված, չմտածեք տենց հիվանդ մարդ եմ, ուղղակի պարբերաբար վատանում եք։ Վատացա, որովհետև շատ շոկ էր պավիլոնում։ Մեկ ցրտից եք վատանում, մեկ շոկից փաստորեն։ Ուղղակի տենց հիշեցի, դա վատացա,
չգիտեմ աչքերից դեմս, причем խաղացի մինչև վերջ այդ դրվագը, ասենց բռնեցի Իրանի ձեռը, ասեցի վատ եմ, լավ չեմ, ու ինձ հանեցին դուրս, անձրև էր գալիս, սկսեցին ջուր լցնել։ Չգիտեմ, բայց ես այդ ամեն ինչը տեսել եմ, ու ինձ սկսեց ծիծաղացնել այն փաստը, որ սա գոռում էին, սա ինչ որ շուտ արեք, բրցակ ես ասում եմ, լավ եմ, բան, ամբողջ Արմենիա TV-ի շենքը, ասենց նայում էր, թե ոնց են Իրային խելքի բերում։ Փոքր հարց ու պատասխան անենք, արագ փորձեք հարցերին պատասխանել։ Ամենասիրելի սերիալը, որում խաղացել եք։ Grand Hotel սիտկոմ ա եղել, սերիալներից Նրան հատիկը եւ Շիրազի վարդը։ Ամենատաղանդավոր խաղընկերը ձեր երբևէ կինոյում, բայց սերիալ, սիտկոմ։ Դեղտրիկյան, Արա Դեղտրիկյան։ Ռոզա Դավթյանի հետ խաղալ, նկատի ունեմ նկարահանվել, թե ընկերություն անել կյանքում։ Ու երկուսն է շատ լավն է։ Մեկը պիտի ընտրեք հիմա։ Երևի թե խաղալը միշտ է կլինի ընկերությունը, որովհետև խաղալը դա կլինի պիրադիչսկի, կարանք մենք առանձին Դուք արդեն որպես մայր ու աղջիկ բոլորին հայտնի եք, Ռոզան ձեզ երկրորդ մայր։ Պրոյեկտ էլ ա լինելու։ Նորից մայրություն եք անելու Ռոզայի։ Ոչ, սկեսոր մայրիկ եմ։ Բայց գիտեք, չէ ինքը ինձ դիմում բան, մամա է ասում, չի կարողանում իռը ասի, ուրիշ կերպ չեմ թույլ տալիս որ ասի, ասենք տիկին կամ ինչ-որ։ Տիկին Հարությունյան։ Ասում եմ մամա, այո, տենց հարմար։ Դենքան երկար մայր ու աղջիկ խաղացիք, ինձ թվում է արդեն բոլորը այդպես էլ ընկալում են։ Մի էսպիսի փոքրիկ փորձություն ունենք ձեզ համար, երկուսն ունենք ավելի ճիշտ, հիմա հերթով տեսնենք ինչպես ենք իրականացնում։ Մտածում եմ կարող ենք զանգել Ռոզային մի քիչ խոսացնել։ Կարող ենք, եթե նկարահանման չի, իհարկե։ Պետք է զանգեք ու ասեք, որ հոգնել եք հայտնի լինելուց, տեսնենք ինչպես կարձագանքի։ Կսկսի շատ բարձր կչկչալ։ Բայց շատ լուրջ ձայնով խոսեք, ուղղակի ասեք, որ հոգնել եք, այլևս չեք ուզում հայտնի լինել։ Չի հավատա, կսկսի կչկչալ։ Ինչ որ վերցնի, ասի համամ։ Հա, տենց ասելու, եթե վերցնի։ Եթե սիտկոմի նկարահանման չի։ Ալո։ Հա, մայրին։ Ինչպես ես։ Լավ։ Սպասված։ Լավ։ Ժամկեմ։ 2 րոպե ինձ կտրամադրես։ Հա։ Խնդրում եմ, էլի։ Ինչ կա, բան չի եղել։ Չէ, գանք, ուզում եմ մի հատ բան ասեմ քեզ, քանի որ քեզ շատ եմ սիրում ու քեզ շատ եմ վստահում, ուզում եմ քո հետ մի բանով կիսվեմ։ Ուզում եմ ամբողջ իմ ինչ որ չեմ ուզում էլ նկարվեմ, չեմ ուզում աշխատեմ, մի խոսքով ուզում եմ այդ ամեն ինչը թողամ։ Ինչ կասես։ Էս ինչ պրանկա։ Չէ։ Պրանկա։ Ինչ հաղորդման յուրեք։ Չէ, լավ ասա, չէ, ներված է։ Ինչ կասես։ Որ հաղորդումն է։ Թիվ թվաբանությունն է, լավ, բայց ինչ կասեիք, Բայց ինչ կասեիր, հələ ասա։ Չի կարա դες վալին, ինչ պետք է ասեմ անենա։ Մինչև վերջ կպայքարեի։ Բոխոպես։ Որ հաղորդումն է, ինչ է։ Ռոզա ջան, իդեպ ձեր անունը շատ են գրում մեկնաբանություններում եւ այսպես ուղիղ ձեզ հրավիրում ենք մեր հաղորդմանը։ Թիվ թվաբանություն է կոչվում։ Շատ շնորհակալ։ Համեցեք։ Մերսի շատ։ Ցավը տանեմ, ես մեղավոր չեմ, ինձ ուղղակի ստիպեցին։ Բայց շատ շուտ բացահայտվեցի։ Դե ինքը չի հավատա, որովհետև գիտի ոնց է վերաբերվում այս ամենին։ Սիրում եմ քեզ, շատ։ Ես էլ շատ բաչիկներ եմ անում։ Շնորհակալ եմ, ապրես։ Դե գնա աշխատի։ Գնամ։ Լավ, ցավը տանեմ։ Լավ։ Կարող եմ հիմա լարցել, զանգել ինչ-որ մեկին, չեն հավատա, ասեն գժվել է, բժիշկ կկանչեմ։ Դեռ փորձություններ ունեք, որոնք պիտի հաղթարեք, բայց եկեք լսենք հաջորդ հարցը եւ շարունակենք։ Աշխարհում օրենսդիրների քանի տոկոսն են կազմում կանայք։ Հայաստանում 42 կին падգամավոր կա այս գումարման խորհրդարանում։ Բավականին բարձր ցուցանիշ է, կարծում եմ, բայց աշխարհում ինձ թվում է ավելի փոքր թվեր են։ Էլի շատ մոտ են մեր թվերը 40% իմ կարծիքով, իսկ Իրան կարծում է 45%։ Կարծում եք այդքան առաջընթաց են գրանցել, որ ամբողջ աշխարհում այո, վերջի շրջանում, այո, դուք վերջի տարիներին։ Եվրոպայի մասին եք ինձ թվում է մտածում ավելի շատ, բայց ամբողջ աշխարհում Ամերիկան էլ, ինչու՞ չէ Հայաստանն էլ շատ։ Հայաստանում այո, համաձայն եմ։
տարիներ առաջ, то есть շատ տասնյակ տարիներ առաջ թվում էր, որ կինը պետք է մենակ Տարիներ առաջ, երբ 1-2 падգամավոր ունեինք, մենք Տարիներ առաջ կին վարորդ չունեինք։ ռեալ ճանաչում էինք, որովհետև միակ կին падգամավորն էր, Այո։ օրինակ կամ երկու կին падգամավորներից մեկն էր։ Իսկ Հիմա հիմա շատ է։ դուք դեմ եք գնում հասարակության այդ կարծրատիպերին եւ ինքներդ ձեզ նաեւ ձեր մտերիմները, չէ, հարցազրույցներից մեկում ասացիք, այս բառով պիտի ասեմ, դուք եք ասել բուլդոզեր են անվանում, այսինքն ոչ մի խնդրի առաջ կանգ չառնող Այո, կին։ այո։ Սա ձեր բնորոշումն է ու ձեր մտերիմների բնորոշումն է։ Եղել են ամեն դեպքում մարդիկ, որոնք կարողացել են խոչընդոտել ձեր ընթացքը։ Շատ։ Ինչպես։ Հիմա տենց մանրամասն չասեմ, առանց անձնավորելու։ խնդիրների առջև եմ կանգնել, բայց իմ ամբողջ կյանքը ես խոչընդոտների միջով եմ անցնում, որովհետև ոչ մի բան հեշտ չի տրվում։ Առհասարակ յուրաքանչյուր մարդ, եթե ինչ-որ ինպես մաքսիմալիստ է, ես սիրում եմ ամեն ինչը մաքսիմումով, կարող է դա թերություն է, կարող է դա առավելություն է, շատերի համար տարբեր տեսակի են նայում մարդիկ այդ իմ ասածին, իմ ապրածին, բայց ես սիրում եմ ամեն ինչը մաքսիմումով։ Եթե ես մի բանում վատն եմ, ես երբեք այդ բանի մեջ չեմ մտնի։ Մաքսիմում վատն եմ։ Հա, մաքսիմում վատն եմ ու ես շատ գեղեցիկ ձևով կողքից կհետևեմ այդ ամեն ինչին, որը եթե ես ասենք նույն պոլիտիկ չեմ, ես ունեմ իմ ներքին դիրքորոշումը, հա, ամեն ինչի նկատմամբ, բայց դա ընդհանրապես դա իմ ընտանիքի կուխնյայի խոսակցություն կարող է լինի։ Ես չեմ կարող, ես այդ մասնագիտությանը չեմ տիրապետում, ես չեմ կարող մարդկանց ինչ որ, չգիտեմ, քարոզել, ինչ որ բան ասել իմ։ Իսկ ուժեղ կին լինելը որոշում է ու ընտրություն, թե բնավորություն, որից ուղղակի հետ կանգնել չես կարող։ Ուժեղ կին չեն լինում, ուժեղ կին չեն ծնվում, ուժեղ կին դառնում են։ Ձեզ կյանքը ստիպեց լինել ուժեղ։ Գիտեք ինչ, դրա մասին չէ։ Շատերն են ինձ համարում ուժեղ կին, այո, շատ բաներում էլ կարծում եմ, որ ձեզ շատ ուժեղ եք բաներում ես համարում։ շատ ուժեղ եմ, բայց շատ բաներում ես շատ թույլ եմ, ես շատ թիրախային բաներ ունեմ, որ ինձ կարող են խոցել ու գիտեն մարդիկ ու իմ մտերիմները գիտեն, դա շատ բաների հետ միջով եմ անցել, հաղթահարել ու դրա համար երևի թե Շատ տարբեր քննարկումների, քննադատությունների կենտրոնում եք եղել, ես դրանց չեմ անդրադառնալու, որովհետև կարծում եմ, որ նաև այդ էջերը ուղղակի փակված են, բայց արդյոք քննադատությունները մեկնաբանությունների տեսքով այն խոչընդոտների մեջ են, որոնք այդ բուլդոզերը կանգնեցնում են, եւ արդյոք դա նաև ձեր թույլ կողմն է, որ մեկնաբանությունները կարդում եւ գուցե դրանք ազդում են ձեզ վրա, որովհետև ձեզ քննադատում էին 1-2 տարի առաջ էլ հարցազրույցից հետո, երբ այնտեղ հնչեցրել էիք, որ ձեր որդին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ նաեւ դա արվել է այն պատճառով, որ նա Հայաստանի Հանրապետության բանակում չծառայի, դրանից հետո բավական մեծ ալիք էր բարձրացել, ամեն դեպքում մեկնաբանությունների դաշտը լցված էր ատելության խոսքով, ինչը տեղին անտեղին հաճախ շաղ են տալիս։ Գիտեք, ինչ ես ուշադրություն չեմ դարձնում մեկնաբանությունների, լինում է, որ ասենք ինձ ես չեմ կարդում ինքս, լինում է, որ իմ մտերիմները ասենք նայում են, ընկերներս ասում են նայի, sense բան են գրել։ Նայեք, բուկվալը մի քանի օր առաջ նույն թեմայի շուրջ խոսում ենք ու հիշեցի այդ ինտերվյուն։ Во-первых, ես չեմ ասել, որ իմ տղաս միայն դրա համար, ես Ռուսաստանի քաղաքացի եմ ու իմ երեխաներս նաև Ռուսաստանի քաղաքացի, որտեղ իմ գործունեությունը կապված է Ռուսաստանի հետ, ես այնտեղ եմ սովորել, իմ տղաներս ռուսական դպրոց են սովորել ու հավանականությունը կար, որ պետքա այնտեղ իրանց բարձրագույնը սովորեն, մեծ տղաս փոքրս դպրոցում։ Ու այն թե ժամանակ են ինձ այդ հարցի տվել, երբ որ շատ վատ վիճակ էր, հա, հանրապետությունում ու ասցի նաև Հա, դուք ասում եք, որ նաև բանակ չգնալու համար։ Այո, նաև։ Հենց այդ ժամանակ այդ քննադատություններին ոնց եք վերաբերվել։ Ոչ մի ձև, որովհետև ես ունեմ իմ չգիտեմ, ինչ որ մեղավորության զգացում։ Ոչ մի բան, բացարձակ, ես իմ ամեն խոսքին պատասխան ունեմ տալու, ես ու երբևիցե եթե ես ինչ որ մի բանում էլ դաժե մեղադրում եմ ինչ որ մեկին, ես երբեք արգումենտալ, ոչ արգումենտալ բաներ չեմ ասում։ Ես պետք է անպայման արգումենտ ունենամ ու ուղղակի ոչ մի բան չեմ ասում։ Ասում եմ ու ամեն խոսքից ես իմ Այդ տարիներին ձեր որդին Ռուսաստանում էր, չէ՞, երբ դուք դրա մասին խոսում էիք եւ պատերազմը արդեն ռուս-ուկրաինական ընթացքի մեջ էր։ Կարողացավ խուսափել ամեն դեպքում զորակոչից, որովհետեւ որոշ ժամանակ առաջ շատ որովհետեւ եթե վիբր լիներ գնար ստեղ բանակ թե այնտեղ, բնականաբար
կգնար Հայաստանի այստեղ, այո, Հանրապետություն։ միանշանակ։ Շատ լավ։ Մենք գրել ենք ճիշտ պատասխանը, բայց չենք լսել ռոբոտիկին։ Հիմա լսենք ճիշտ պատասխանը։ Կանայք ամբողջ աշխարհում միայն 27%-ով են ներգրավված խորհրդարաններում։ Ինչ լավ կարծիք եմ ես Այո, կանանց մասը։ ավելի լիբերալ, ազատական եւ իրավահավասար աշխարհի մասին են ձեր պատկերացումները։ Թող տսանց Հուսով եմ, որ մենք մի օր կունենանք այս պատկերը, որովհետեւ վստահաբար աշխարհը դեպի լավն է փոխվելու, ինչքան էլ որ տղամարդիկ համաձայն չեն կանայք այս շատ թեզի ուժեղ հետ։ մարդիկ, ասենք չի կարելի էլի կանանց մենակ տենց դիտարկել, որ իրանք մենք ենք չէ ի վերջո լույս աշխարհ բերում մեր շարունակությունը, սերունդները։ Այո, ես համաձայն եմ, բայց միավորը իմն է այս փուլում։ Դեմ չեք, չէ՞։ 2-1 հաշվով մենք շարունակում ենք խաղը, լսում ենք երրորդ հարցը։ Քանի տարեկան է եղել բնական ճանապարհով երեխա ունեցած ամենատարեց կինը։ Ինչ օրգանիկ շարունակություն ունեցավ։ Ինչ տենց բան լսել եմ։ Բնական ճանապարհով, սա, ինչպես ասում են, բանալի արտահայտությունն է հարցի։ Պատտենք։ Օ, ինձ թվաց իմն է ավելի մեծ, բայց փաստորեն Իրայի պատկերացումները 76 կարծում եք Ես հնարավոր է։ լսել եմ նման բնական պատմություն։ ճանապարհով։ Լսել եմ, по-моему, Հնդկաստանում էր, թե որտեղ էր։ Լսել եմ տենց մի բան։ 70 իմ կարծիքով։ Դուք 39-ում ունեցաք ձեր երկրորդ որդի։ 40-ում։ Այո։ Փաստորեն 40-ը բոլորել է, ես գիտեի 39։ 39, նու մի քանի օր հետո դարձա 40։ Հա, մի քանի օր հետո։ Արդեն համարում ենք, որ 40։ Այո։ Ասում եք, որ շատ կանայք եւ երիտասարդ տարիքում էլ մենք մտածում ենք, որ 40-ից հետո ինչ որ բան ավարտվում է արդեն, չէ՞։ Բայց դուք ասում եք, որ ոչ։ Նորա սկսվում ամեն։ Նորա սկսվում։ Իսկ ինչն է ամեն դեպքում ավարտվում 40-ից հետո։ Մինչեւ ինչա սկսվում, կքննարկենք։ Գիտեք, ավարտվում է այն միամիտ շրջանը, որ քեզ 40-ում նոր ավարտվում է կնոջ միամիտ շրջանը։ Ես ասեմ, որ որովհետև 30-ը միշտ երեք թիվը շատ տենց անում է դեպի երիտասարդություն, մտածում ես, որ հələ 40-ում ամեն ինչ ավարտվում է, ավելի ռեալ ես նայում ամեն ինչին, որովհետև հասկանում ես, որ ու ընդհանրապես թե կին թե տղամարդ մինչև 40 եթե ինչ որ բան արած չունի, այդ 40-ից հետո իր մոտ չի ստացվի։ Իսկ եթե ունի արած, նայած հետո արդեն, ну, ստատիստիկայով տենց է вообще, նույնն էլ մեր մասնագիտության։ Բայց գիտեք, աշխարհի ամենահաջողակ բիզնեսմենները 45-ից Ես դա ուզում ասեմ, մեր մասնագիտության մեջ, այո, միգուցե, բայց կան նաև տենց բացառիկ բիզնեսմեններ, շատ չեն, բայց կան, որոնք ավելի ուշ շրջանում։ Իսկ ինչ վերաբերվում է կանանց, ես կանանց տեսանկյունից եմ, հա, ասում 40-ը դա ճիշտ է վախենալու թիվ է, բայց այդքան վախենալու չէր, ինչքան ասում եմ իր մասին պատմում են, հա։ Մանավանդ ես շատ նորմալ եմ այդ ամեն ինչը ոնց որ այդ շրջանը անցել, որովհետև ես սպասում էի երեխայի ու շատ էլի եմ պատմել մի անգամ հետաքրքիր պատմություն, որ ասում եմ 40 лет это очень странный возраст. Кто-то становится бабушкой, кто-то становится мамой. Իմ մոտ դες դեպք եղավ հիվանդանոցում հանդիպեցի մի հատ կնոջ, բայց կին էր, էլի մեծ կին էր, տեսքից։ Մոտեցավ, ասաց, վայ Ռաջան, բան, չես հիշում ձեր դասարանի, ես մարդն եմ, ասում եմ, դե չէ, այդ մարդու հետ չէի շփվում, էլի, այդ աղջիկա հետ տենց շատ չեմ շփում ունեցել։ Ասում եմ, ես էլ եմ, էլի, սպասում եմ երեխային, երևի 8 ամսական հղեմ, ասում եմ, հարցս է ծանոթացի, տենց, այդ պահին հասկացա, որ մալադեց ես, որովհետև դասարանցուց հարսի հետ նույն հերթում որպես հղի կանգնած եմ։ Ծանոթ ընկերու եմ ունեցել, հարսի հետ միաժամանակ երեխա ունեցա։ Չէ, հիմա արդեն չեմ պատրաստվում, բացարձակ Գուցե ռեկորդի գնանք։ Ասում եմ, բայց չնայած վերջերս ինձ ասում էին հարսը կա, մնաց ոնց որ մնացած։ Ասում եմ երեխա միայն թորան տեսքով։ Լավ, եկեք լսենք ճիշտ պատասխանը, տեսնենք ով է փորձության ենթարկվում։ Կինը, որը սահմանել է ռեկորդը, 59 տարեկան է եղել։ Բնական ճանապարհը պետք է հաշվի առնել ամեն դեպքում։ Կարող է, հա։ 59, բայց դե 60-ն էլ քիչ թիվ չէ իրականում։ Պարտվում եմ։ Պարտվեցիք, այո։ Երրորդ միավորն եմ ես գրանցում իմ օգտին։ Հիմա չգիտեմ, համացանցում ակտիվ եք, տեսած կլինեք, թրենդներ են լինում տարբեր։ Մեկը ընտրել եմ ձեզ համար, պիտի նկարենք։
Պետք է նայեք ձեր խոշոր կադրը ցույց տվող տեսախցիկին եւ հիմա ասում եմ արտահայտություն, որը պիտի խաղաք մի քանի էմոցիայով։ Առաջինը մետրոն։ Ահա, ձայնդ կտրիր։ Առաջինը խաղում եք բարկացած, երկրորդը ֆլիրտ, երրորդը հուզված, չորրորդը կմտածեմ։ Բարկացականությունով ասեք։ Բարկացած, ձայնդ կտրիր։ Նայեք ձեր տեսախցիկին։ Ձայնդ կտրիր։ Ես մեկ ասեմ, որ շատ բարկանում փաստորեն։ Այո։ Ես ձայնայինով եմ բարկանում, բայց նայես չեմ Ցածր տոնայնությամբ եք դուք դա բարկանում։ շատ Այդ ավելի ավելի դաժան վախենալու է, է ճիշտ նոս։ շատ դաժան է, այո։ Որ գորակ երևի ավելի թեթև։ Դա բանը, թույլ մարդու Համաձայն եմ։ Չէ, ես կարամ շատ այսենց մենտերսկի տոնով, այդ շատ վախենալու տոն է։ Ձայնդ կտրիր։ Всё։ Դրանով ավարտվում է ամեն ինչ։ Ահա։ Բոլորս կընթարկում ենք ուստաբար։ Հիմա փորձեք ֆլիրտ անել մեզ դիտողների հետ։ Ֆլիրտ։ Обычно կամերայի մոտ չեմ արել երբեք։ Դե առաջինն է։ Ավելի հետաքրքիր։ Ձայնդ կտրիր։ Հիմա շատ հուզված։ Ձայնդ կտրիր։ Խնդրում եմ։ Չգիտեմ ինչքան ստացվեց, բայց կարայի լացոյի, բայց չարեցի։ Բայց լացում եք այդքան արագ։ Հա։ Ես օրինակ դերասանուհի հյուր եմ ունեցել, որ մեկ վայրկյանում սկսեց արտասվել, արդեն ինձ մեղավոր էի զգում, թե ինչ եմ արել։ Հա, ես կարամ լացեմ, ուղղակի արժի լացել։ Հա, նենց հետաքրքիր կլինի։ Լավ կլացեմ։ Ես թվում է ես կաստինգ եմ եկել։ Իսկ ինչ որ բաներ եք մտածում։ Չէ, Ձեզ ոչինչ պետք չի լաց լինելու համար։ կյանքում երբեք չեմ կարողանում պրոստը так լացեմ, բայց կադրում այո։ Կյանքում չէ հաստատ, ինչքան լացել եք անկեղծ ա եղել, բարձր չեմ խոսում, չխանգարեմ Հա, ինձ։ չէ, չեք խանգարում, բացարձակ։ Ես խոսում եմ լավ։ Լավ, հավատացինք, արդեն արդյունքները կան, պետք չի որ դրանք գլորվեն, հավատում ենք, հուսով եմ կյանքում չեք մանիպուլացնում մարդկանց։ Չէ, չեմ կարողանում։ Լացով։ Կյանքում չեմ կարողանում։ Լացկան չեմ կյանքում։ Շատ պետք է ասենց ինչ որ բայց կադրում եթե պետք է դա չեմ կարող ասել, դա տեխնիկա չի, դա չգիտեմ, ներքին աշխարհը խառնվում է իրար, ոչ թե ինչ-որ կոնկրետ ասում են, բան ես հիշում, չէ, ոչ մի չեմ հիշում։ Нет, это ուղղակի տենց է, ու երբեք չեմ երբեք կյանքում չեմ փորձել, որ ինչ-որ օգնություն ինձ ցուցաբերեն, ինչ-որ աչքերս, ինչ-որ չէ, երբեք։ Միշտ բնական տեղում լաց եք լինում, հրաշալի։ փորձելու եմ։ Հայկական սերիալներում էլ հատկապես Օ, հաճախ է, ես չէ՞ լացկան պետք մամա գալիս, եմ, որ միշտ։ հա, մշտապես պետք է լացեք։ Հանրահայտ լացկան մամա։ Ինչպես ընտրեցիք Իրային, ինքը շատ լավ է լացում, ինքը շատ լավ է լացում, միանգամից գլխավոր դերը տալիս ենք լացողի։ Մեր ռեժիսորներից մեկը այդ վարաբանում վերջի զանգում միշտ ասում է. Դե ուրեմն տեքստը sense, ստեղ կլացես, հենց լաց, այսինքն միանգամից 3-1 է հաշիվը, լսենք։ Հայաստանի ամենահին թատրոնը քանի տարեկան է։ Կարծեմ Գյումրու Աճեմյանի անվան, բայց ոչ որպես պետական Սունդուկյանի թատրոնը, չէ՞, որ առաջինն է եղել։ Օրից ավել կլինի հաստատ։ Դե հա։ Մոտավորապես 120 երևի։ Ամոթա, բայց չգիտեմ։ 110 իմ կարծիքով, իսկ Իրան կարծում եմ, որ 120 տարեկան է Հայաստանի ամենահին թատրոնը։ Կարծում եմ ավելի շատ։ Ավել է։ Այո։ Լսենք ճիշտ պատասխանը։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1860 թվականներին, 160 անց ծերուկ է։ Դուք ավելի մոտ էիք բնականաբար, բայց Հիշում եմ, որ ես վերջերս էլ նշում էին, պրոստը թիվը չէի հիշում, այո։
Բայց փաստորեն Աճեմյանի անվան թատրոնն է ամենահինը։ Իսկ բեմում ավելի հետաքրքիր ու զվարճալի դեպքեր կուլիսային կհիշեք, կամ որ հենց բեմի վրա է տեղի ունեցել, ինչ որ զավեշ որ հանդիսատեսին շատ օրինակ մի անգամ Վարդավառի օրը մենք խաղում էինք Խանումա ներկայացումը։ Մեր առաջվա տնօրենը Ֆրեդ Դավթյանը բավականին ընկերասեր մարդ էր։ Մինչև ներկայացումը տենց բոլորը մեկը մյուսին ջրում էին, ամբողջ թատրոնը ես հիշում եմ ջուր էր, հնարավորին ու անհնարին, ինչ-որ չգիտեմ, շշերով, վեդրոներով եւ մնացած բաներով։ Ներկայացումը դե չպետք է արդեն հագնվենք, ջուր ենք, սաղս ջուր ենք, ասենք լավ լուրջ, սկսենք խաղալ։ Խաղացինք ներկայացումը, հիմա ֆինալն է։ Ֆրեդին կանչել եմ, ասում եմ, արի սենց բան մտածենք, էլի կինտոները վերջում, այդ շշեր սարքենք, բանը սենց ծակենք ու հանդիսատեսինք բան անենք, ջրենք։ Դից մեզնից շատ այնց լուրջ պատրաստեցինք, այդ շշերը լցրեցինք, ֆինալը արդեն այդ հարսանիքն է, բերեցին կինտոները այդ շշերը դրեցին, որ գնացինք Պակլոնի, հանեցինք շշերը, որ հանդիսատեսը պատրաստված, գիտեք ոնց մեզ ջրեց, մենք պրոստը չէինք հասցնում, բայց լավ տեսարան է, շատ ուժեղ, շատ շոքեր, շատ պրիատներ կային, բայց սաղ կոստյումներով, շորերով, ամբողջ ջուր էին, շատ զվարճալի, մի անգամ մեր դերասանի վրա, ես բեմի վրա շկաֆը ընկավ, ու ինքը մնաց տակը, այդ դեսպեն պոկվեց, սենց շլյապա էր գլխին, քանդված օջախներ Էլբակյանի բեմադրած, պետք է սենց շկաֆի մեջից դուրս գար, երգեր, փագեր շկաֆը, գրուզը չէին դրել, ինքը ընկավ ու շկաֆները հետևն այդ բարակ դեսպեր են։ Այդ շլյապեն, հիմա ես կանգնած եմ առաջի պլան, զրիցելը գոռում է, ծիծաղում է, ինքը վատ լեքսիկոնով ռուսերեն բառեր է ասում, տենց ֆոլկլորն է։ Вашу дивизию, вашу бабушку, маму, всех он вспомнил. Հիմա հետից պարտներշան կանգնած է, ասում եմ, ստոպ կադր արա։ Անդես վուկավիկը կճկճում է, սաղ զալը ծիծաղում է, նոր պոմրեժը բեմի բանվորները սկսեցին չոքած, հենց եկան, պալսկում, չոչանելով եկան, այդ շկաֆ բարձացրեցին, ինքը վեր կացավ, գնաց, նոր շարունակեց, տենց շատ դեպքեր է եղել։ Թատրոնում Այս ամենազավեշտալի դեպքը եղել է վերջերս, որ ես 2.5 մետրից ընկա ներքև բեմի վրա, հանդիսատեսի առաջ։ Չէ, փորձի ժամանակ էր, Սամվելը վերևից թռավ ու նենց գոռաց, իրա, ինքը մտածեց, всё։ Ես բնականաբար վեր կացա, սկսեցի ծիծաղալ, բայց տարան սկորեով, բան սալ ջարդեր եղել ընդհանրապես։ Շատ լավ եք փորձել 2.5 մետրից։ Ուժեղը որ բժիշկը ինձ հարցնում է, հիմա տենց բան եմ անում, ասում է, ի՞նչ ա եղել, որտեղ եք, ասում եմ, դա չի կարելի է, ասել է, թատրոնում, անվտանգություն, բան, ասում եմ, բան է, զանավեսկեք էի կախում, ասում է, դուք։ Այո, ես։ Հիմա արդեն գիտեք իրականում ինչն է եղել պատճառը 2.5։ Չէ, ֆիքսատորով մինչև պրեմիերա ման էի գալիս։ Մեկ լավ նորություն ունեմ ձեզ համար, այս փուլի միավորը ձեզն էր։ Հայաստանում հարցների քանի տոկոսն է սկեսուրին մամա ասում։ Ձեր հարցը ձեզ մամա ասում է։ Հա։ Չնայած դուք ոնց որ թե չեկել ուզել, չեկել ստիպել, կողմել չեկել առանձնապես։ Вообще մենք այդ քննարկել ենք այդ հարցը, մինչև որովհետև ես դա բացարձակ ես իմ սկեսուրին այդ մամա չեմ ասում, ծոցայով եմ դիմում, բայց դա բացարձակ կապ չունի, կարևորը հարգանքն է, կարևորը հարաբերությունները ճիշտ դասավորվի, թե ոնց կդիմեն, բացարձակ կապ չունի։ Ասում եք, որ աղջիկ եմ երազել ունենալ եւ վերջապես ունեմ այդ աղջիկը, այս խոսքերը իրականությանը դեռ համապատասխանում են։ Այո, ինչի՞ չէ, այո։ Դե ժամանակ է անցել գուցե։ Մեր հարաբերությունները շատ ջերմ են, շատ լավն են, ես համարում եմ իրեն իմ երեխա, իմ աղջիկ, եթե անգամ ինչ-որ, չգիտեմ, դիտողություն կամ ինչ-որ մի բան տարաձայնություն, ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ չեմ կարող ես իմ երեխեքին վատը կամենամ, ու եթե ինչ-որ մի բան էլ ես, ասենք, չգիտեմ, կարող եմ ինչ-որ դիտողություն անել, դա մենակ ձեր լավի համար։ Միասին եք ապրում։ Ոչ։ Ոչ։ Իսկ եթե միասին ապրեիք, ինչ եք կարծում, այսքան հանգիստ կխոսեիք այս թեմայի մասին։
Վստահ եմ, այո, բայց ուղղակի վստահ եմ, որ մենք միասին չէինք ապրելու, որովհետև յուրաքանչյուր ընտանիք պետք է առանձին ապրի։ Գիտեք, չէ՞ որ շատ տարածված է այս ավանդույթը Հնդկաստանում, Պակիստանում, Թուրքիայում։ Մամա ասել է։ Այո, ես ավելի մեծ թիվ եմ գրել։ Իրայի կարծիքով 50%-ն է ասում մամս, կեսօրին իմ կարծիքով 80։ Լսենք ճիշտ պատասխանը։ Այս ավանդական մոտեցումը քիչ-քիչ նվազում է, մոտ 70%-ը։ Դուք էլի ավելի լավատես եք մեր հասարակությանը նայում, քան ես։ Այո։ Ես շնորհակալ եմ այս զրույցի համար, այստեղ եւ հումոր էր, եւ փիլիսոփայություն, եւ շատ առողջ մոտեցումներ։ շնորհակալ։ Լավ եղեք, շարունակեք մնալ բեմում եւ եթերում, իսկ մենք սիրով կհետևենք ձեզ։ Շնորհակալ եմ ես։ Այսպեսին էր թիվ թվաբանությունը Իրա Հարությունյանի հետ։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։